Ես կարծում եմ, որ եկեղեցին այսօր ամենաուժեղ կառույցն է, որը ունի հնարավորություն այս երկրում ռեալ փոփոխություն անելու։ Եկեղեցին տենում է, որ սա քանդում է երկիրը։ Հիմա ասել է եկեղեցին քանդելու։ Եկեղեցին կարող օրինակի համար հրավիրի աշխարհաժողով, չգիտեմ ինչ ժողով է, գերագույն ժողով իրանց։ Լուրջ քննարկի այս հարցը։ Բոլոր փակ, չեք ասում դնեն հրապարակային, քննարկի, հաստի ինչ որ մի հատ ըստ էության կոնկրետ կոնսենսուսի, որը տղեկ ջան, հարգելի սրբազան հայրեր, օծյալ մայդեպ իրանք օծյալ են համարվում, Աստծո կողմից օծյալ են համարվում։ Մեր կաթողիկոսը միակ մարդն է, որին օծում են, հայ ախպեր։ Հռոմի պապուն չեն օծում, մեր կաթողիկոսը օծյալ է, օծվողը։ Այս հարգելի շատ գերաշնոր տերեր, հայրեր, սրբազան հայրեր, ինչ են անում։ Կանչի բոլոր քաղաքական դերակատարներին, մասնավորապես երկրի ղեկավարներին նախքին, ասի ժողովուրդ ջան, մենք ընկել ենք այս վիճակի մեջ, հիմա մեզ է հասե։ Ու եթե մենք հիմա դուրս չգանք ու այս նրան չհեռացնենք, վաղը ոչ միայն մեր երկիրը չի լինելու, եկեղեցին է չի լինելու։